Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ներողություն, բայց դուք էլ հայկականության շնորհիվ այսպես ասած հայտնվեցիք քաղաքապետարան, բայց ոնց որ հիմա Դա շկապ ունի այդ հարցը, բայց իմ ասացի հետ։ Ես ասում եմ ձեզ, որ կա ընդդիմության մեջ տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ժողովուրդը տվել է Հայկ Մարությանին, ազգային առաջընթացին եւ Թևանյանին եւ Մայր Հայաստանին, որ գնան լինեն ընդդիմություն եւ ընդդիմության ֆունկցիան է ըստ սահմանման իշխանությունից հեռացնել։ Մեծամասնության, ասում եմ ձեզ, ես բերել եմ նախագիծ, որով իմպիչմենտ եմ բերում, ասում եմ այդ մանդատից զրկենք, որ բերենք այդ երկու ուժերը, մարդիկ ասում են, մեզ պետք չի մատից զրկել, որտեղ դա բարոյական չի, այդ մարդը տնային կալանքի մեջ է։ Այդ մարդը տնային կալանքի մեջ է, ձեր բնակիչներին ասեք, որ մենք չենք կարող ձեր տրանսպորտի հարցը լուծել աղբանության, որտեղ մենք բարոյականության կներեք մի ընդհատեք հարցը տվել լսեք, պատասխանում եմ։ Եթե դուք այտենց եք նորմերով եք շարժվում, բարի եղեք, դուրս եկեք փողոց, երբ որ տրանսպորտի դեմ ակցիաներ եք կազմակերպում, ասեք կներեք, այդ վշտարագույցները դնում եք այդ թղթերի տակ։ Մի վայրկյան, լսեք միջ պատասխանս։ Ես ասում եմ իրանց մասով, դուք ինձ հիմա հարց եք տալի, դուք լսեք, ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ այդ մարդիկ ստեղ ուրիշ բան են ասում։ Որովհետև չեք թողում խոսամ ու անդադ ուզում եք ձեր ուզած հարցը տալ։ Ձեր ուզած հարցը տվել եք հիմա։ Հա, բայց դուք տեսնում եք պատասխան ձեզ դուր չի գալու, ուզում եք հարցը փոխեք ուրիշ հարցով։ Լսեք ինչ է։ Դուք ասում եք մենք գալու հարցը։ Լսեք։ Շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Դե հիմա որ թողեք ես բացատրեմ, կասեմ։ Մենք ունենք 32 ձայն, մենք ունենք 32 ձայն։ Մի ընդհատեք, դուք լրագրող եք, ոչ թե քաղաքական գործիչ, որ բանավիճում եք։ Դուք հարց եք տվել, լսեք։ Դուք բանավիճում եք։ Դե թողեք ավարտեմ, հիմա լավ է չթողեմ ձեզ հարցը։ Ինչ կապ ունեն իրար։ Բա թողեք բացատրեմ, հարցը դեցիք, չէ։ Դե թողեք բացատրեմ։ Ի բացատրեք, պատասխան։ Դե ուր բացատրում եմ, պատասխանը բացատրում դա, չէ։ Ես ինչը չէ։ Պատասխան հարցը։ Այսինքն, եթե մենք ունենք 33 մանդատ, տվել է իշխանությանը, տվել է 32, տվել է 24 ԿՊ-ին, 8 էլ հանրապետության այդ մարդիկ այլ են կոալիցիա ու իրենց կոալիցիային մի հատ պակաս է։ Մի հոգի էլ գտնվում է անազատության մեջ, այսինքն 32-ը։ Ես ասում եմ այդ մարդը, որ անազատության մեջ է, եկեք իր մանդատից զրկենք, որպեսզի տեղը գա ուրիշ մարդ, մենք ունենք, հետո մենք արդեն կաշխատենք հանրային ձայնին, բերել ընդդիմության դաշտ, որ եթե կարողանանք իմպիչմենտ անենք։ Այս մարդիկ իմպիչմենտի ժամանակ ինձ ասում էին, իմպիչմենտը որ բերել ես արտակի բանը սկզբից բեր։ Իր մանդատի հարցը, դա, հա։ Դա ասում էր հանրային ձայնը, դա ասում էր Մարությանական թևը, դա ասում էր Մայր Հայաստանը։ Ես բերում եմ իրանց իմպիչմենտի այդ մարդու իմպիչմենտի հարցը, հիմա էլ ասում են, դա բարոյական չի։ Բայց բարոյական չի, 3 ամիս, 6 ամիս առաջ մտածեիք, որ բարոյական չի։ Բարոյական չի, մտածեիք ձեր ակցիաները անելու ժամանակ, այսինքն խնդիրը այն է, որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրանք ուզում են Երևանի քաղաքապետարանում քաղաքացու տված մեծամասնությունը ընդդիմությանը տված ձեներին դեր կանգնեն, այսինքն մենք ֆիքսում ենք հա, մի ընդդիմություն մենք ցեշ համարում ենք միակ նորմալ ընդդիմություն ենք, որը որ կարողացել է երկու նախագիծ բերի, մեկը իմպիչմենտի, մյուսը մանդատի զրկել ու դա չի ունեցել արժանացել աջակցության, դա էական չի 5 հոգի։ Ինչ կապ ունի դա։ Ես ասում եմ ձեզ, որ նորմալ չի, եթե ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու, իշխանությանը հաղթելու իրավական ճանապարհից օգտվի, դա նորմալ չի։ Եթե ձեր համար դա նորմալ է, նորմալ է։ Չէ, մենք ժողովուրդը որոշի դա նորմալ է թե չէ։ ԿՊ-ին իշխանազրկելու մասին է խոսքը։ Այո, ոնց եք իշխանազրկում։ Պետք է ունենաք 33 ձենը, որը ժողովուրդը ձեզ տվել է։ Հիմա մի ձենը սառեցված է տունը։ Ես ասում եմ դրան լուծում առաջարկեք։ Այո, մանդատի զրկել, որտեղը գալու է։ Հիմա մենք ճիշտ հասկացանք եւ Հայկ Մարությանի թիմը, եւ Հայկ Մարությանի թիմը, ինչպես դուք եք ասում, եւ Մայր Հայաստանը դրան դեմ է։ Կողմ են ըստ էության Տիգրան Ավինյանի հետակա պաշտպան։ Ես ասում եմ իրանք դեմ են մանդատը զրկելու։ Այդ նացածը թող ժողովուրդը արդեն որոշի կողմից չէ, բայց ես ասում եմ, եթե դրան դեմ եք ու դուք ընդդիմություն եք, ու ձեր գործողությունները արդեն պլանավորեք, որոնք կասկածի հարց չի, ես ինձ իրավունք չեմ տա մարդիկ թող իմանան, որ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարան կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն հանրային ձայնը ամբողջությամբ կորցված է ու այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց այն 7 ձենը հետ բերեն ու դառնան մեծամասնություն ըստ էության, որովհետև ես դուք լսել եք, չէ՞, ընդդիմության բոլոր ելույթներում խոսք է գնում քաղաքապետարանում դուք Ավինյանը ունի փոքրամասնության իշխանություն։
Բայց փոքրամասնության իշխանության ամենակ խոսքով չի, չէ՞, դրա տակը հիմք է։ Դրա տակի հիմքը հենց այդ մի մանդատն է, որի հարցը պետք է լուծվի։ Եթե իմ լուծումը սխալ է, թող այդ մարդիկ առաջարկեն ուրիշ լուծում, որ մենք այդ մանդատին Բայց դուք հիմա ինչ եք կարծում։ Բայց իրանք ասում են տեղը եթե մեկ այլ անցկա, ինչ կանով է ինքը համագործակցելու։ Ասել են քանով է։ Դրա համագործակցելը արդեն կախված է քո կողմից քաղաքական հետ դիալոգ տանելու, աշխատելու, որովհետև դու իրան առաջարկել ես ԿՊ-ն ինչ-որ բան, չէ՞, դրա համար էլ իրանք որոշել են լինել իրանց հետ։ Մենք պետք է աշխատենք որ մեկի հետ է աշխատել։ Մենք ես բոլորի հետ էլ շփվում Չէ, նկատում եմ, որ իրանք օրինակ միանան impeachment-ին։ Հիմա դա էական չի, որովհետև գտնվողների հետ։ Ես խոսացել եմ նույնիսկ, հա, ես բոլորի հետ խոսացել եմ, բայց հիմա հարցը դա երկրորդական հարցը, դա ծավալուն թեմա, այդտեղ կան բազմաթիվ քաղաքական բազմաթիվ դրա մասին ես մանրամասն գրել եմ, եթե ուզում եք մի օր այդ թեմայով կարող եմ հարցազրույց տալ, որտեղ դա կես ժամ կամ այդտեղ հատուկ բան չունեմ ասելու, էական չի։ Ես ուզում եմ հիմա ես նաև կունենամ ամփոփիչ ելույթ, այս 2 տարվա ավականու գործընթացի մասին եւ իմ համար ֆիքսում եմ մի բան, որ ընդդիմությունը 24 հոգի է եւ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները, ոչ թե վեր թռնի, եթե որևէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձենին տեր կանգնելու համար։ Եթե չի անելու ինչու՞ դուրս չեկա հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեծ ընդվզում։ Հանրային տրանսպորտի դուրս գալով չի, հանրային տրանսպորտ։ Չէ, դուք ասում եք կազմակերպել այսպես բան արեցիք, չէ՞։ Չէ, մենք ընդհանրապես բոյկոտի կոչ արել ենք, մենք ամենաառաջինն ենք կոչ արել միջև ակցիաները։ Կոչ նաև Հայկ Մարությանը արեց եւ մեկ երկու անգամ նրան տեսանք հանրային տրանսպորտ բարձրանալիս եւ ես երբեք մարդկանց չեմ կոչ արել, ես կոչ եմ արել բոյկոտել, ես երբեք չեմ գնացել իրանց հետ անելու, որովհետեւ ես անձամբ անելու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ իմաստ մարդկանց իրազեկելու, որ իրանք անեն բոյկոտ։ Մենք բոյկոտին մասնակցել ենք մեր կոչերով, մեր ինֆորմացիան տրամադրելով։ Ով որ ուզեցել է անել, դա սխալ է ձեր հարցը, ասում եք ինչի չմիացել։ Միանալու հարց չի։ Երբ որ ես ասում եմ այո բոյկոտին, նշանակում է ես միացել եմ բոյկոտին։ Որտեղ ես դուրս գալու մեջ իմաստ չեմ տեսնում, ես գնամ ինքս տրանսպորտը չնստեմ, գումարը չտամ։ Ես դրա մեջ իմաստ չեմ։ Ինձ թվում է բոլորն էլ այդպես թողեցին։ Եթե դուք ինձ մի հատ քաղաքական գործիչ կասեք, որը բոլոր օրերին բոյկոտին մասնակցել է, առաջի մեկ ամսը երկրորդին չեն արել, երրորդին չեն կարել։ Իսկ նիստ այդ process-ը տապարվել է երրորդ։ Չէ, ես նորից եմ ասում, իմ միանալով չէ։ Մենք պետք է գնանք արդեն նիստը։ Թող ասեն, ով ինչ ուզում է, թող ասեն, ըստ էության ասելով չի, այլ գործողությամբ, հա։ Եթե տրանսպորտով պետք է բոյկոտելով իշխանափոխություններ, թող ուրեմն իրանք հայտարարել էին, թող տանեին ինչի տրանսպորտից ներողություն, դուք ո՞նց եք տրանսպորտ։ Ես հազվագյուտ եմ, չէ։ Մեքենայով եք վճարում եք։ Ես ոտքով եմ նականում։ Ինչա։ Չէ, երբ որ թեկուզ մեկ անգամ։ Ես չեմ օգտվում ընդհանրապես։ Ասկերես բարեփոխումների հմայքը չէր ձեր մաշկի վրա չեք զգում, ոչ մեկ բարեփոխումների հմայքը դուք պատոնից որ նայեք, հմայքը կտեսնեք, որ տրանսպորտի գծերի համար հատկացված։ Այո, բոլոր դարալա տրանսպորտը գալիս է կես ժամը մեկ, այդ կես ժամվա ընթացքում այդ գծերը չեն օգտագործվում, դարել է խցանումներ, այսինքն տրանսպորտի գծագրությունը որ արել այդ ճանապարհների ուղղությունները, էլի սխալ արվել։ Այսինքն մի խնդիր չի, բայց իմ ասածն է, որ ամեն խնդրի մասին առանձին կանգնել, պայքարել եւ անելու փոխարեն ավելի լուրջ լուծում առաջարկվել, բայց մարդիկ չեն ուզում։ Նույնիսկ չեն ասում, այս տարբերակը լավը չի, օրինակի համար բանդատիզը, բայց եկեք ուրիշ տարբերակով անենք։ Այսինքն ընդհանրապես ես կարող եմ ֆիքսել, որ ընդդիմության դաշտում չկա որևէ նորմալ երկխոսություն, թե ոնց ենք։ Հիմա դուք ինչ եք անելու, պարոն Գրիգորյան։ Հայկ Մարությանը Հայկ Մարությանը ձեր ուժը Հայկ Մարությանը հայտարարել էր, որ process-ն սկսվելու, չգիտեմ, օգոստոսին, սեպտեմբերին դուք իրանցից մոտել ինչ որ պարակտում եղել։ Պարակտում չի եղել։ Լավ, այսքանով ավարտենք։ Այսինքն ձեր ասացի այս գումարման ավական գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ Հնարավոր է գնալ արտահերթ դատությունների։ Արտադրությունների համար էլ չկա 24 ցանոց, դու չես կարող անել ոչ արտադրություն, ոչ կարող ես օրինակից կապանել, ոչ կարող ես օրինակից ընդունել, այսինքն դու որևէ բան չես դրանից անգործունա, ընդդիմությունը։ Եթե չի անում ենք այները, որով վերում է 33 ցանը լրացում։ Նախ բոլոր դեպքերում